Լոռու մարզի Ուռութ գյուղական համայնքի դպրոցում ենք։ Աշակերտների մասնակցությունը Civitas հասարակական կազմակերպության քաղաքացի նախագծին բազմաթիվ հիմնախնդիրների ընտրանից վերհանեց գյուղի մշակույթի կենտրոնի բացակայության հարցը։ Չէ՞ որ նախագծի նպատակը հենց դա է՝ ուսումնասիրել համայնքի հիմնախնդիրները, առաջարկել լուծման տարբերակներ։ 2008-ից կյանքի կոչված ծրագիրը Լոռիում թափ է առել 1 տարի անց 2009-ից։ Ծրագրին արդեն հասցրել են մասնակցել մարզի 80 դպրոցների աշակերտներ։ Գիտելիք ստանալուց բացի այն մեկ այլ ոչ պակաս կարևոր գործառույթ է իրականացնում։ Ծրագրի այսպես վերջնական ավելի մեծ նպատակը աշակերտության մոտ դաստիարակել քաղաքացու արժե համակարգ, որպեսզի մեր աշակերտությունը իմանա, որ իրենք ոչ միայն սպառողն են, այլ նաև իրավագիր են եւ պահանջատեր են։ Շատ ուրախ եմ, որ մեզ լսեցին, որ այս ծրագիրը իրականացավ, որ մասնակցեցինք եւ կարողացանք արտահայտել մեր մտածմունքները։ Դժվարությունը այն էր, որ համայնքում մեզ այնքան էլ լուրջ չէին վերաբերվում, մտածում էին, որ հերթական ծրագիր է դպրոցում իրականացվող եւ այդպես, բայց մենք հավանաբար կարողացանք համայնքի բնակիչներին համոզել, որովհետեւ նախագծի շրջանակներում մենք հին նկարներ էինք պեղել, որոնց ընթացքում մեզ օգնել են հենց մեր համայնքի բնակիչները։ Համայնքային կենտրոնի բացակայության հարցով աշակերտությունը լուրջ մտահոգված է։ 88-ի աղետից առաջ գոյություն ունեցած կենտրոնի ու նրա իրականացրած մշակութային ակտիվ գործունեության մասին մեծերից են լսել։ Այսօր արդեն միայն ավերակներն են տեսնում։ Նորոգելու կամ վերակառուցելու գաղափարը երեխաներին ամբողջապես է գրավել։ Շնորհանդեսի ընթացքում քարածալի յուրաքանչյուր էջը գործնական ու իրատեսական քայլեր է ներառում։ Դրանք մեկ առ մեկ ներկայացվում են մասնակիցների կողմից ու մեծ հետաքրքրությամբ ընդունվում։ Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին նկատում է, որ երեխաների կողմից բարձրացված հիմնախնդիրը բավական լուրջ էր, ինչը մեծ համարձակություն է պահանջում։ Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Անահիտ Զաքարյանը վստահ է, որ ծրագիրն իրենց կրթօջախում կյանքի չէր կոչվի, եթե չլինեին երեխաների մեծ ոգևորությունն ու պատրաստակամությունը։ Համագործակցությունը բավականին լավ ստացվեց, իրանց կողմից այդ աշխատանքը բավականին լավ ներկայացվեց եւ երեխաները իսկապես մտածեցին, որ իրանք ունեն հնարավորություն ծրագրի սահմաններում աշխատելու։ Իդեպ ծրագրի հաջող ընթացքին նպաստել են դպրոցը, համայնքի ղեկավարությունը, ինչպես նաև աշակերտների ծնողները։ Civitas հասարակական կազմակերպությունում էլ մի բանում վստահ են՝ ծրագիրն անպայման իր հետքը կթողնի մասնակիցների քաղաքացիական մտածելակերպի վրա, իսկ մինչ այդ երեխաները իրենց բարձրացրած խնդիրը լուծելու նպատակով աջակիցներ են փնտրում։ Լիանա Մխիթարյան, Ազգանուշ Մկրտչյան, Մոլորակ, Ուռութ։